Ողջույն ֆուտբոլասեր բարեկամներ, խաղային շաբաթը մեզ մոտենում է ավարտին ու մեկնարկում է վերջին խաղային օրը, որտեղ առաջինը միմյանց դեմ դուրս են եկել մրցելու Mainz-ը ու Ֆլամենգոն։ Շատ հետաքրքիր հանդիպում է, անկասկած սպասվելու մեզ այս 50 րոպեների ընթացքում, այո, մրցաշարային աղյուսակում Ֆլամենգոն այս պահին գտնվում է երկրորդ հորիզոնականում եւ միայն այս խաղում նրանց 3 միավոր է անհրաժեշտ։ Շրջանցելու իրենց հիմնական մրցակից դարձած այս պահի դրությամբ Փարիզին, այո, Ֆլամենգոն այս պահին 5 հանդիպումից հետո ունի 4 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել է ոչ ոքի եւ 13 միավորով երկրորդն է, Փարիզն էլ 6 անցկացած խաղից հետո 15 միավոր ունի իր ակտիվում, Փարիզը տարել է բոլոր խաղերում հաղթանակ եւ պարտվել հենց Ֆլամենգոյի ու այս պահի դրությամբ Փարիզն էլ գտնվում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում, այո, անկախ ամեն ինչից Ֆլամենգոն այսօր հաղթանակի հասնելու դեպքում վեր կբարձրանա կրկին առաջին հորիզոնական, այո, կշրջանցի 1 միավորով Փարիզին, իսկ Mainz-ը այս պահի դրությամբ 16-րդ հորիզոնականում է գտնվում, իհարկե դա է Mainz-ը ունի բաստողած հանդիպումներ, որոնք պետք է լրացնի, Mainz-ը 3 հանդիպումից հետո ունի 1 հաղթանակ, կրել է 2 պարտություն Եվ պետք է փորձի այսօր իր հերթական 3 միավորը վաստակել ու այո միանգամից 3-4 հորիզոնականում Mainz-ը վեր կբարձրանա եւ դշրջանցի 13-րդ հորիզոնականում տեղ զբաղեցած Նապոլին։ Հիմա անմիջապես Ֆլամենգոն հանցել է գրոհի, բայց այստեղ չեզոքացեցին Mainz-ի ֆուտբոլիստները, իսկ հետո արդեն Սարգսյանի մոտ չստացվեց գնդակապահի դաշտի սահմաններում եսից կնետեն Mainz-ի ֆուտբոլիստները Եկեք արագորեն ծանոթանանք նաև մրցող թիմերի հայտարարություններին, սկսենք Mainz-ից Արտակ Համբարձումյանը պաշտպանում է դարպասը համար 1, Եղամ Սարգսյան համար 7, Հայկ Մկրտչյան համար 8, Կարապետ Կիրակոսյան համար 9, Նաթիմի ավակ թե Դավիթ Վերիխանյան համար 10, Արսեն Հովանեսյանն է գնդակով, սա հաշվե նկատ փոխանցում ու ինքնագոլ են տեսնում 1-0 Mainz-ի առաջին գրոհը գոլի է վերածում, այո ստիպեցին Ֆլամենգոին այս իրավիճակում ինքնագոլ գրանցել ու Mainz-ը առաջ է անցնում հաշվի մեջ 1-0 այո ինքնագոլի հեղինակ դարձավ այս իրավիճակում Ֆլամենգոյի պաշտպանը դե իհարկե առանց այն էլ եթե չհայտվեր այդ իրավիճակում Ֆլամենգոյի ֆուտբոլիստը միևնույնն է եթե չեմ սխալվում Նշան Մարկոսյանն էր այդ գոտում ու արդեն պատրաստ էր եզրափակել Պերիխանյանի փոխանցումը բայց իհարկե այնինչ արեց այս գրոհի ժամանակ Արսեն Հովանեսյանը դա է առաջնայինը միայնակ իր վրա վերցրեց պատասխանատվությունը Հետո իհարկե ցույց տվեց հարված կատարեց շատ ճիշտ փոխանցում Պերիխանյանին, իսկ հիմա հենց Հովանեսյանն է կրակում, բայց Բլնդոյանը հեռացնում է գնդակը Mainz-ը ակտիվ է մեկտարկել Նշան Մարկոսյան բարձր է ստացվում եւ այլ Մարկոսյանի կատարած հարվածը այո շատ լավ հանդիպում ենք իսկապես հիմա դիտում հենց մեկտարկում տեմպը բավական բարձր է ու տեսնենք շարունակությունը ինչպես կստացվի Ֆլամենգոն հիմա չկարողացավ գնդակը դաշտի սահմաններում, այո չհասավ գնդակին Պերեդեն ու եսից նետում են արդեն Mainz-ի ֆուտբոլիստները նորից կնետին Mainz-ի ֆուտբոլիստները եզրից իսկ եկեք նորից ծանոթացնեմ մրցող թիմերի հայտարարություններին այո կիսատ մնաց Mainz-ի հայտարարությունը այն պարզ պատճառով որ Ֆլամենգոն ինքնագոլ գրանցեց սեփական դարպասին հիմա սկսեմ նորից Արտակ Համբարձումյանը պաշտպանում է Mainz-ի դարպասը համար 1 Եղամ Սարգսյան համար 7 Հայկ Մկրտչյան համար 8 Կարապետ Կիրակոսյան համար 9 Նաթիմի ավակ թե Դավիթ Վերիխանյան համար 10 Նարեկ Սարգսյան համար 11 Դավիթ Գևորգյան համար 16 Ռաֆայել Կյուրեղյան համար 17 Արսեն Հովանեսյան համար 18 Անդի Սահակյան համար 19 Պաշ Աղախարյան համար 77 եւ Նշան Մարկոսյան համար 99 Ֆլամենգո Մեսրո Բլնդոյանը պաշտպանում է դարպասը համար 1 Նոդլովու Օրատիլե համար 2 Հայկա Զոհանյան համար 3 Դանիել Սալավու համար 5 Վահե Սարգսյան համար 7 Արտուր Հակոբյան համար 8 նա այսօր թիմի ավակն է Բալոյի Վեգա համար 11 Գևորգ Մկրտչյան համար 12 Արեն Եղոյան համար 14 սա Եղոյանի նորամուտի հանդիպումն է Ֆլամենգոյի կազմում ապելի շրջանակներում ինչի արդիվ շնորհավորում ենք Եղոյանին ու ցանկանում ենք նրան հաջողություններ իր թիմի հետ միասին Դավիթ Սարգսյան համար 15 Սմութ Պերեդե համար 20 եւ Նելսոն Հարությունյան համար 22 Սարգսյանը գնաց այստեղ գնդակի խլման բայց հենց իրենից էլ դուրս եկավ այն դաշտի սահմաններից ու արդեն եզրային նետում իրականացնի Mainz-ը Արտակ Համբարձումյան ուժեղ փոխանցում առաջ այստեղ Մարկոսյանը շատ հանգիստ իջեցեց գնդակը Հովանեսյան
Նորից դեպի Մարկոսյանը վտանգավոր գրոն նշան Մարկոսյան ու այստեղ Կարայո խաղի կանոնների խախտում Մարկոսյանի դեմ պայքարում եւ բավական վտանգավոր դիրքում Մայնցը վաստակում է Տուգանային արվածի հնարավորությունը ինչու է վտանգավոր քանի որ գնդակ ինքները տեսնում եք տեղադրում է Արսեն Հովանեսյանը ով վիզորու է այսպեսի տարածությունից գրավել դարպասը նա շատ լավ է կատարում հարվածներ հատկապես երբ հարվածային դիրքը այնպես է որ ձախ ոտքով հարմար է Հովանեսյանին հարված կատարել իհարկե նրա հզոր ոտքը ու տեսնենք ինչպես է ստացվելու Արսեն Հովանեսյանի այս փորձը կա Սուլիչը Արսեն Հովանեսյան հարված բայց այս անգամ բարձր ստացվեց Հովանեսյանի հարվածը այո փորձեց հեռավոր վերին անկյունն ուղարկել գնդակը բայց ավելի բարձր ընթացավ գնդակի ուղղությունը ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից Եղոյանն է գնդակով Երկար փոխանցում առաջ լավ նկատել էր այստեղ Եղոյանը Օհանյանի առաջ խաղացումը, բայց գնդակը նրան չկարողացավ այս իրավիճակում հասցնել։ Իսկ հիմա այո Մայնցը նորից վերականգնում է գնդակը երկար փոխանցում դեպի Արսեն Հովանեսյանը հասավ գնդակը Հովանեսյանին Պերեդենը դիմավորել նրան, բայց Հովանեսյանը պահում է գնդակի իր մոտ։ Նաև այստեղ հասցրեց ազատվել գնդակից ուղարկեց Աղախարյանին դեպի ետ Սարգսյանն է այստեղ ու դուրս եկավ այո գնդակը դաշտի սահմաններից Նարեկ Սարգսյանի կատարած փոխանցումից հետո Դավիթ Սարգսյան ու այո արդեն Մայնցը կնետի եզրից սխալ իրականացրեցին եզրային ներդրումը Ֆլամենգոյի ֆուտբոլիստները Սարգսյան դեպի Հովանեսյանն է ուղարկում գնդակը, բայց այստեղ Աղախարյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին, հիմա հասցրեց գնդակը Արսեն Հովանեսյանի ուղղությամբ եւս մեկ լավ գրո ենք տեսնում Մայնցի ֆուտբոլիստերից նշան Մարկոսյան պետք է հարվածել, բայց առայժմ փակեցին Մարկոսյանի ճանապարհը Հովանեսյան Նորից հասցրեց փոխանցում կատարել, բայց այստեղ Ֆլամենգոն խլել է գնդակը հակը գրո ենք տեսնում Ֆլամենգոից Հայկաց Օհանյան գուցե հեռվից փորձի Օհանյան այդպես էլ անում է, բայց գնդակը իջե Արտակ Համբարձումյանը նույնիսկ չասավ այս իրավիճակում հիմա երկրորդ տեմպով է Ֆլամենգոն գրում Հակոբյան Օհանյանը դեպի կատարեց փոխանցում հիմա խլում իրականացեց Պերեդեն, բայց շեխարվածեց ակտիվացավ նաև Ֆլամենգոն եւ դա իհարկե հասկանալի է պետք է արդեն Ֆլամենգոն շարժվի առաջ պետք է Մտածի պատասխան գնդակը հեղինակելու մասին Աղախարյան ինչ լավ փոխանցում ստացավ այստեղ ու տեսնենք ինչ շարունակություն կմտածի Աղախարյանը դեպի Արսեն Հովանեսյանը ու այստեղ փակվեց Հովանեսյանի հարվածի ճանապարհը, բայց նա ուղարկում է Պերիխանյանի կատարած հարվածը բավական ուժեղ ու բարձր է ստացվում այս իրավիճակում Պերեդե Սարգսյան նորից Պերեդե դեպի Օհանյան ուղարկեց գնդակը Պերեդեն ստացավ պատասխանը խաղընկերոջից Սմութ Պերեդե Հակոբյան, բայց այստեղ լավ չհասկացան միմյանց Հակոբյանն ու Օհանյանը արդյունքում էլ գնդակը կորցրեց Ֆլամենգոն Եվ այո, փոփոխություն տեղի ունեցավ Մայնցի կազմում խաղադաշ դուրս եկավ Դավիթ Գևորգյանը ու փոխանինվեց Նարեկ Սարգսյանը կարծես վնասված կստացավ Սարգսյանը, եթե ճիշտ հասկացա, ամենայն դեպս չկարողացավ հանդիպումը շարունակել Հակոբյան այստեղ փորձեց իջեցնել, հետո հարվածել, բայց իհարկե Գեգամ Սարգսյանը արդեն շատ մոտ էր կանգնած նրան ու դա թույլ չտվեց, ամենայն դեպս չդիպավ էլ գնդակին, բայց խանգարեց ամեն դեպքում իսկ այստեղ արդեն Գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից եւ հարված կտեսնենք Մեսրո Բլնդոյանի պաշտպանած դարպասից դեպի Օհանյանը բայց դուրս եկավ արդեն գնդակը դաշտի սահմաններից այո այսօր Ֆլամենգոն կորուստով է ներկայացել այս հանդիպմանը այսօր Ֆլամենգոյի կազմում բացակայում է Սուրեն Մոսյանը թիմի առաջատարներից մեկը առանցքային ֆուտբոլիստերից մեկը իհարկե մենք Մոսյանի խաղավոճին մեկ անգամ չի որ ծանոթացել ենք նա
Այսօր որակազրկված է այո դեղին քարտերի քանակը սպառել էր Մոսյանը եւ այս հանդիպումը բաց է թողնում այո եթե 3 դեղին քարտ մեկ ֆուտբոլիստ ստանում է ապելի շրջանակներում մեկ հանդիպում ստիպված բաց է թողնում եւ սա այդ հանդիպումն է որտեղ Մոսյանը չի կարողանում այս պատասխանատու խաղում օգնել իր թիմին իսկ հիմա Արսեն Հովհաննիսյանի հարվածից հետո դարպասածողն է օգնության գալիս Ֆլամենգոին ինչ Գեղեցիկ գնդակ կտեսնենք, եթե գնդակը հայտնվեր, ցանցում իսկապես շատ հիանալի հարվածեց Հովհաննիսյանը, բայց չուզեց գնդակը հայտնվել դարպասում։ Եվս մեկ փորձ սա փոխանցում է նշան Մարկոսյան, երկրորդ գնդակը նույնպես Ֆլամենգոյի դարպասում է Մայնցը շատ լավ է գրոնները եզրափակում այսօր։ Հիմա էլ նշան Մարկոսյանը հայտնվեց գրոյի եզրափակիչ մասում ու կրկնապատկեց Մայնցի առավելությունը շատ հետաքրքիր շատ դասական գրոյի անցավ Մայնցը ու գրոյի ավարտը շատ լավ եզրափակումով ավարտեցին Մայնցի ֆուտբոլիստները Պերեդե դեպի կենտրոն հիմա արդեն Ֆլամենգոն շատ ծանր իրավիճակում է հայտնվում եւ եթե անկեղծ լինենք Ֆլամենգոին մենք այս մրցաշրջանում առաջին անգամ ենք հիմա Հակոբյանի փորձը տեսանք ու բարձր ստացվեց այո մենք Ֆլամենգոին առաջին անգամ ենք այս մրցաշրջանում երկրորդ դիվիզիոնի շրջանակներում տեսնում այսպիսի իրավիճակում Ֆլամենգոն այս խաղարկությունում դեռ չի զիջել ոչ մի մրցակցի հանդիպան ընթացքում երկու գնդակի տարբերությամբ ու պատկերացնում եք այսօր Մայնցը ինչ դիմադրություն է առաջարկում Ֆլամենգոին Գերանտ Սարգսյան հետ փոխանցում է կատարում դարպասապ Արտակ Ամբարձումյանին ու Ամբարձումյանի փոխանցում այստեղ ուժեղ ստացվեց եւ եզից արդեն կնետի Ֆլամենգոն այո Ֆլամենգոն հիմա պետք է մտածի շատ արագ պատասխան գնդակներից մեկը հեղինակելու հաշիվը կրճատելու մասին Հակոբյան փոխանցում ու անկյունային վաստակում է այո Ֆլամենգոն տեսնենք անկյունայինի փորձ ինչ կտա Ֆլամենգոյի ֆուտբոլիստերին Դավիթ Սարգսյանն է մոտենում գնդակին անկյունայինը իրականացնելու համար Բարձից փոխանցում Պերեդեի ուղղությամբ բայց չստացվեց Պերեդեի մոտ եզրափակել այս փոխանցումը Իսկ այստեղ Սալավոյի փոխանցումը մի փոքր լավ չստացվեց, բայց ամեն դեպքում այո, մնաց գնդակը նշան Մարկոսյանի մոտ խլել է Մայնցը Մարկոսյան դեպի Այժ բայց Եղոյանն էլ այստեղ առաջինն էր Իսկ հետո հենց Եղոյանից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Աղախարյան Եվ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Վեգայից, այո, եզից պետք է նետի Մայնցը եւս մեկ երկար փոխանցում դեպի նշան Մարկոսյան, այստեղ էլ Հակոբյանը թիկունքից աշխատեց, բայց Մայնցը վաստակում է անկյունային հարվածի հնարավորություն Արսեն Հովհաննիսյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում Կարապետ Կիրակոսյանի ուղղությամբ, բայց այստեղ շտացվեց Կիրակոսյանի հարվածը շատ լավ դիրքում ստացավ հարվածի հնարավորություն, իսկ հիմա պատասխան գրող Պերեդեն լավ տարածություն է հաղթահարել, բայց այստեղ բավական հեռու թողեց իրենից գնդակը Եղոյան դեպի դարպասապա Բլնդոյանը Մկրտչյանին ուղարկեց, այո Մկրտչյանը քիչ առաջ դուրս եկավ խաղադաշտ Սարգսյան Այստեղ փոխանցում Գևորգյանի ձեռքին չդիպավ արդյոք գնդակը մրցավարը մոտ էր կանգնած ու շատ հստակ ցույց տվեց որ պետք է շարունակել հանդիպումը Սալավու Պերեդեմ Նորից Սալավու մեկ հպումով հարված բայց այստեղ շեղությամբ է ստացվում Սալավուի կատարած հարվածը Հովհաննիսյան շատ գրագետ թողեց գնդակը Գևորգյանին ու շարժվում է առաջ Աղախարյան բայց այստեղ շատ ուժեղ կատարեց փոխանցում Աղախարյանը
Հակոբյանն է գնդակով դեպի Դավիթ Սարգսյանը ուղարկեց Եղոյան ձախ թևում ստացավ գնդակը Եղոյանը ու երկար փոխանցում, բայց Գեգամ Սարգսյանն այստեղ էր ու չեզոքացեց այս փոխանցումը եւ հիմա արդեն հակագրոհ ենք տեսնում Մայնցից Հովանեսյանը կհասնի կարծում եմ գնդակին ասավ փոխանցեց բայց արդեն դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, այո, այսպես ասած վերջին պահին միայն Հովանեսյանը հասցրեց հասնել գնդակին, բայց արդեն գործրել էր հավասարակշռությունը։ Համբարձումյան շատ հանգիստ ուղարկում է գնդակը Գեգամ Սարգսյանին, Մարկոսյան գեղեցիկ էր, Մարկոսյանը մեկը մեկի դեմ պայքար Մկրտչյանի հետ, բայց ինչ է նշանակում մրցավարը խաղի կանոնները խախտել է, այո Մկրտչյանը ու ստանդարտը տեսնենք Մայնցի ինչպես կիրասնի կրկին Արսեն Հովանեսյանն է գնդակի մոտ կա մրցավարի Սուլիչը Հովանեսյանը մոտենում է գնդակին հարվածում է Հովանեսյանը ու գնդակը հայտնվում է դարպասում արդյոք եղավ գնդակի շեղում թե հենց Հովանեսյանի հարվածից գնդակը հայտնվեց դարպասում ամեն դեպքում դարպասի գրավումն արձանագրված է 3-0 3-0 այո ոչ թե Արսեն Հովանեսյանի հարվածից հետո էլ Կարապետ Կիրակոսյանը շեղեց գնդակի ուղղությունը եւ գոլը գրանցվում է հենց Կարապետ Կիրակոսյանի անվան դիմաց այո նա կատարեց վերջին հարված ու 3-0 արդեն Մայնցը լուրջ առավելություն ունի խաղադաշտում այո շատ խոշոր հաշվով հաղթում է հիմա Ֆլամենգոն իհարկե երեք գնդակը կարող է Ֆլամենգոն ետ բերել այնպես չէ որ ես խոսում եմ այն մասին որ Ֆլամենգոն բոլոր հույսերը մարել է այս հանդիպան հետ կապված, բայց Ֆլամենգոին անկեղծ ասած մենք այսպիսի իրավիճակում Winter Cup մրցաշարից հետո երբեք չենք տեսել։ Ուրեմն բարդ է պատկերացնել ինչպես պետք է լուծի այս ամենը։ Ֆլամենգոն ամենայն դեպս կփորձեն իհարկե ամեն ինչ անել, բայց փոխարենը Մայնցն է գրոհում, այստեղ Բլնդոյանը փրկեց Մարկոսյան ու եթե ստացվեր այս հարվածը, ապա ֆենոմենալ գնդակ կտեսնենք նաև նշան Մարկոսյանից Պերեդեմ Հակոբյանին է թողնում գնդակը ստանում պատասխան փոխանցումը Հակոբյանից, բայց Գեգամ Սարգսյանը արդեն հայտնվել էր Պերեդեի առջևում, բայց ամեն դեպքում պահեց Պերեդեն գնդակի իր թիմի համար Հակոբյան, ինչ շարունակություն տեսնենք կտա Հակոբյանը հետ փոխանցում Օհանյան հարված ու այստեղ էլ Գևորգյանն է բակում Օհանյանի հարվածի ճանապարհը եւ նորից հակագրոհ ենք տեսնում Մայնցից Արսեն Հովանեսյան կա Կիրակոսյանը, բայց փոխանցեց Հովանեսյանը, հիմա գտավ Մարկոսյանին Մարկոսյան ու Բլնդոյանը հասնում է հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս, այո, շատ բարձր է ճնշումը հիմա Ֆլամենգոյի դարպասի ուղղությամբ։ Ես իսկ նետում է Արսեն Հովանեսյանը Կիրակոսյանին, ստանում պատասխան փոխանցումը նրանից, նորից Կարապետ Կիրակոսյան ու դեպի Տուգանայինի մատուստեր բավական վտանգավոր փոխանցում էր, բայց այստեղ ոչ ոք չարձագանքեց, այո եթե լիներ գնդակի շեղում ու լիներ որևէ մեկ այդ իրավիճակում Մայնցի հարձակման գծի ֆուտբոլիստներից, ապա 4 գնդակը մոտ կլիներ հայտնվելու Ֆլամենգոյի դարպասի ուղղությամբ, այդպիսի փոխանցում էր կատարել Կարապետ Կիրակոսյանը, բայց այս դրվագում
ամեն ինչ լավ ավարտվեց Ֆլամենգոյի համար, իսկ այստեղ խաղի կանոնների խախտում, կողքին խաղի կանոնների խախտում տեղի ունեցավ Նշան Մարկոսյանի դեմ պայքարում։ Ու առաջին դեղին քարտը նույնպես տեսանք այս խաղում, այո, Մարկոսյանի դեմ խաղի կանոնները խախտելու համար պատժվեց դեղին քարտով Ֆլամենգոյի ֆուտբոլիստ Դանիել Սալավուն։ Սարգսյան կրոս դեպի Տուգանայինի մատուցներ, Եղոյանն է հեռացնում գնդակը, եւս մեկ փոխանցում Մկրտչյանն էլ այստեղ առաջինն է, Եղոյան շատ լավն է փոխանցումը դեպի Վեգան, Վեգան լավ է գործում դեպի Աչեզը, դեպի Օհանյանը, բայց շատ անհաջող փոխանցում հետևեց, Օհանյանը ավելի առջևում էր սպասում գնդակը։ Արտակ Համբարձումյան ուղարկեց գնդակը դեպի պաշտպանության Ձախ Եզեր, նորից Համբարձումյան ստացվեց փոխանցում, կատարել շատ հաջող փոխանցում էր Հովանեսյանի մոտ է մնացել գնդակը դեպի Գևորգյանն է ուղարկում, Գևորգյանի փոխանցումն էլ դեպի Աղաքարյանը շատ հաջող է, գրոհ են տեսնում Մայնցից Կիրակոսյան ու այստեղ փակվեց գնդակի ճանապարհը։ Իսկ հետո այո Կիրակոսյանը խախտեց խաղի կանոնները, արագորեն տեղադրեց ու խաղարկեց գնդակը Սալավուն, բայց պետք է ճիշտ դիրքից խաղարկել գնդակը։ Եղոյան դեպի Հակոբյանը, բայց շատ ուժեղ ստացվեց փոխանցումը։ Ու այլ ուղղությամբ քան սպասում էր նրա խաղընկեր Արտուր Հակոբյանը ու եզրային նետման հնարավորություն է վաստակում Մայնցը։ Կիրակոսյան դեպի Մարկոսյան ուղարկեց գնդակը, Մարկոսյանն էլ անցում իրականացեց նույնիսկ փոխանցում, բայց այստեղ էլ Մարկոսյանի փոխանցումը փակվեց ու հիմա կարող է Ֆլամենգոն հակագրոհել Վեգա, Ֆլամենգոյի առաջին խնդիրը այս խաղում պետք է լինի միջև ընդմիջման գնալը մեկ գնդակ հետ բերելը։ Դա որքանով կստացվի իհարկե չենք կարող ասել, քանի որ Մայնցը շատ լավ է պաշտպանվում այս խաղում, հատկապես Ֆլամենգոյի գրոհների ժամանակ։ Եղոյան դեպի Հակոբյանը, բայց այստեղ էլ հեռացեցին գնդակը Մայնցի պաշտպանները, Վեգա շատ վստահ գործեց այստեղ Վեգան, կատարեց փոխանցում Սարգսյանի ուղղությամբ, ով է հարվածում Սարգսյանն է, հարվածում Վեգա, այո մեկը ետ է բերում Ֆլամենգոն 3-1 դարձավ հանդիպան հաշիվը։ Ստացվեց, այո, առաջին դեպքում ստացվեց Արտակ Համբարձումյանի մոտ ետ մղել գնդակը, բայց Վեգան միայնակ հայտնվեց նրա առջևում ու ընկած դիրքում էր Համբարձումյանը եւ հասցնել այս իրավիճակում ոչինչ անել այլևս չէր կարող, այո, չհսկեցին Վեգային ու նա դարձավ գոլի հեղինակ 3-1 դարձելով հանդիպան հաշիվը։ Ֆլամենգոն իր առջև դրված առաջին խնդիրը այս հաշվի պայմաններում կարող ենք ասել կատարեց, հիմա արդեն նրանց հաջորդ խնդիրն է եւս մեկի մասին մտածել։ Եղոյան գուցե հերվից փորձի Եղոյանը շատ լավն էր հարվածը, բայց այստեղ Համբարձումյանը հեռացեց այս կրակոց, այո, իսկապես շատ ուժեղ ու դիպուկ էր հարվածը։ Եղոյանը վերին հինյակներ փորձում ուղարկել գնդակը, բայց Արտակ Համբարձումյանը կռայել էր հարվածի ուղղությունը, ամեն դեպքում անկյունային իրականացնի Ֆլամենգոն Հակոբյանն է գնդակի մոտ, ցածից փոխանցում դեպի Սալավուն, իսկ այս հարվածից հետո էլ նորից կանգնեցին գնդակի ճանապարհին Մայնցի ֆուտբոլիստները, Ֆլամենգոն շատ ակտիվ է վերջնամասում խաղակեսի։ Տեսնենք հիմա Վեգա կիրականացնի անկյունայինը։ Բարձից փոխանցում դեպի Սարգսյանը, բայց Սարգսյանին բաժին ասավ գնդակը այստեղ։ Եվ Գեգամ Սարգսյանն է հեռացնում գնդակը դաշտի սահմաններից դուրս ցույց տալով մրցակցին շրջանցի իրեն։ Ու վերջ, խաղակեսը այո, հենց այստեղ էլ ավարտվում է 3-1 հաշվով գոլորած խաղակեսն ավարտված է։ Կարճ դադար, որից հետո կշարունակենք այս հանդիպումը։
Ֆուտբոլասեր բարեկամներ մեկ տարկում է Ֆլամենգոն ընդդեմ Մայնցի հանդիպան երկրորդ խաղակես առաջի կեսից հետո 3-1 հաշվով հաղթում է խաղադաշտում Մայնցը նախ 5 գոլի հեղինակ դարձան Ֆլամենգոյի ֆուտբոլիստները հետո Նշան Մարկոսյանը կրկնապատկեց Մայնցի առավելությունը Կարապետ Կիրակոսյանը խփեց երրորդ գնդակը Մայնցի համար իսկ հետո էլ արդեն ընդմիջում գնալուց առաջ միայն Ֆլամենգոյի հարցակվող Վեգան կարողացավ կրճատել հանդիպման հաշվը ու 3-1 հաշվով թիմերը գնացին ընդմիջման տեսնենք երկրորդ խաղակեսում կողմերը ինչ կառաջարկեն մեզ Գյուրեգյանն է կատարում եզրային նետումը ու այստեղ երկար փոխանցում տեսանք դեպի առաջ Արսեն Հովանեսյանի ուղղությամբ շատ վտանգավոր գրոհ է Հովանեսյան դեպի Մարկոսյանը ով է հարված կատարելու Հովանեսյան ու հենց ինքն էլ կարող է եզրափակել այնել ինչպես է եզրափակում Արսեն Հովանեսյանը նորից Մայնցը ստանում է 3 գնդակի առավելություն Արսեն Հովանեսյան 4-1 ու նորից Ֆլամենգոն հայտնվում է այն իրավիճակում ինչը միջև Վեգայի գնդակ հեղինակելն է 3 գնդակի տարբերությամբ զիջում են այս խաղում արդեն երկրորդ անգամ Մայնցին ու հիմա արդեն իհարկե ավելի քիչ խաղաժամանակատված ունի Ֆլամենգոն քան օրինակ միջև ընդմիջման գնալներ եւ հիմա պետք է արդեն մտածեն Ֆլամենգոյի ֆուտբոլիստները շատ դուրս պետք է մտածեն այս ամենի մասին Մայնցը շատ լավ դիմակայություն է այսօր առաջարկել մրցաշարային աղյուսակի առաջատարին Նելսոն Հարությունյան ու այստեղ էլ չստացվեց Հարությունյանի անցումը Կիրակոսյանն էլ հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս բայց այն դուրս չի եկել դուրս չի եկավ այո Փորձեց Կիրակոսյանը հեռացնել այն դաշտի սահմաններից դուրս բայց գնդակը չհատեց գից իսկ հիմա հակադրոյի փորձ բայց չստացվեց Մայնցի մոտ Վայ Սարգսյան ձախ եզրում ստացավ Սարգսյանը գնդակը Օանյան Եղոյան այստեղ ռիսկի դիմեց Եղոյան ու լավ է որ վերջի պահին իհարկե Շտացվեց Մայնցի գրո կազմակերպելը իհարկե սա Ֆլամենգոյի տեսանկյունից քանի որ դա ոչ թե գրո այլ արդեն միայնակ կարող է Մարկոսյանը հայտնվել Բլնդոյանի դիմաց Վայ Սարգսյան խլումն իրականացեց Սարգսյանը բայց շարունակություն տալ գրոյին շտացվեց դեպի Կարապետ Կիրակոսյանն էլ փոխանցում էինք տեսնում Պերիխանյանից բայց այստեղ Վեգաներ լավ դիրքավորված ստացավ գնդակը Սալավոյից Վեգա ու դեպի նորից Սալավուն բայց Արսեն Հովանեսյանը արդեն այստեղ է ու հիմա հակագրոն նորից Մայնցից Գյուրեգյանն է գնդակով Հասցրեց գնդակը Արսեն Հովանեսյանին, Հովանեսյան ևս մեկ հարվածի փորձ այստեղ Օրատիլեն է փակում հարվածի ճանապարհը, իսկ այստեղ արդեն կար խաղի կանոնների խախտում, այո։ Խախտեց խաղի կանոնները։ Ֆլամենգոյի ֆուտբոլիստը Մդլովո Օրատիլեն ու բավական վտանգավոր գոտում նորից Մայնցը վաստակել է Տուգանային հարվածի հնարավորություն։ Ու տեսնենք Պերիխանյան թե Նշան Մարկոսյան ով հարված կկատարի Կասուլիչը Մարկոսյանն է հարվածում բայց այստեղ պատկազմած ֆուտբոլիստները իրենց վրա ընդունեցին Մարկոսյանի հարվածը Վեգա ու խլում է իրականացնում Մարկոսյանը փոխանցումն էլ կա Արսեն Հովանեսյանին Կիրակոսյանը դեպի բայց այստեղ արդեն հասցրեցին Փագել Արսեն Հովանեսյանի փոխանցման ճանապարհը այո կարող էր Կարապետ Կիրակոսյանը դուբլ գրանցել եթե գնդակը հասներ իրեն Իսկ հիմա նորից խախտել է Ֆլամենգո խաղի կանոնները ու նորից Մայնցը վաստակել է Տուգանային հարվածի իրավունք Բայց այս անգամ արդեն ոչ թե Մարկոսյանը այլ Արսեն Հովանեսյանն է գնդակի մոտ Կասուլիչը Հովանեսյան հարված ու քիչ չէր մնում իրականանար այս ամենը ինչպիսի տարածությունից հարվածեց Հովանեսյանն ու ոչ ոք չէր հասնի ոչինչ անել եթե մի աննշան
Դեպի դարպասն ընդհանար գնդակը քան շեղությամբ Մարկոսյան, այո, այդպես գտել էր անկյունը արդեն Արսեն Հովանեսյան ու ոչ ոք իսկապես ոչինչ չէր հասցնելու անել Պերիխանյան լավն էր փոխանցումը Կիրակոսյանին, իսկ Կիրակոսյանի մոտ չստացվեց հաջող ընդունել գնդակը, այո, ինչ լավ հաշվի նկատ փոխանցում կատարեց Պերիխանյան դեպի Կիրակոսյանը Գյուրեգյանն էլ հիմա կանգնեց գնդակի ճանապարհին, ես նետում է Ֆլամենգոն Հարությունյան դեպի Վեգան ուղարկեց գնդակը Պերեդե դեպի մեկ հպումով Սալավուն Օհանյան ու այստեղ լավ չվարվեց մեղմ ասած գնդակի հետ Օհանյանը, այո, պետք է պարզապես ընդունել ու արագ հարվածել և մեծ էր հավանականությունը, որ կգրավեր դարպասը, բայց չստացվեց, ինչ անես, այս իրավիճակում էլ Օհանյանի մոտ չստացվեց, հիմա երկար փոխանցում, Վեգա ու դարպասածողն է հիմա էլ փրկում Մայնցին, շարունակվում է Ֆլամենգոյի գրոհը, այստեղ արդեն կարող են հեռացնել Մայնցի ֆուտբոլիստները գնդակը, Պերիխանյան շատ սառնասիրտ վարվեց գնդակի հետ ու շատ հաջող էլ փոխանցում կատարեց, բայց այստեղ էլ Մարկոսյանն ու Հովանեսյանը լավ չհասկացան միմյանց, իսկ հիմա արդեն Գևորգյանը հեռացնում է գնդակը որքան հնարավոր է հեռու, բայց այն ստացվեց փոխանցում դեպի նշան Մարկոսյանը Մարկոսյան այստեղ խլում իրականացեցին երկու ֆուտբոլիստներ, բայց Մարկոսյանը պայքարում է միջև վերջ ու պահում է գնդակը Մայնցի համար Գյուրեգյան Պերեդեն բռնկվեց պայքարի, բայց հետո էլ Պերիխանյանի մոտ մնաց գնդակը վտանգավոր գրոհ, իսկ այստեղ թույլ ստացվեց Պերիխանյանի փոխանցումը եւ Արեն Եղոյանն էր ճիշտ դիրքում, Մարկոսյանն նորից է խլում իրականացնում Մարկոսյանը դեպի Կիրակոսյանը գլորեց գնդակը Իսկ այստեղ մաքուր գործողություն էր եւ հակագրոհ Ֆլամենգոյից Բայց այստեղ ավարտվում է Ֆլամենգոյի հակագրոհը, այո, Մայնցը շատ լավ է այսօր գործում, նաեւ պաշտպանությունում Արսեն Հովանեսյան Եղոյանը հեռացնում է գնդակը նրա ոտքի առջևից Վեգա հիմա եւս մեկ գրոհ Ֆլամենգոյից աչից կա տարբերակ Վեգան մտավ դեպի Տուգանայինի մատույցներ հարվածեց Վեգան, բայց փակվեց նաեւ Վեգայի հարվածի ճանապարհը Օրատիլե Եվ այո, խախտեց Կիրակոսյանը խաղի կանոններ այս իրավիճակում ու տեղին քարտ է ստանում Կարապետ Կիրակոսյանը Եղոյանն է գնդակի մոտ կա, Սուրիչը բարձից փոխանցում ու շատ վտանգավոր փոխանցում ստացվեց Արեն Եղոյանից, նույնիսկ հարվածի փորձ կարելի էր սա համարել, շատ հեռուն ուղարկեց գնդակը, բայց մի փոքր աննշան բարձրությամբ ընթացավ այն դաշտի սահմաններից դուրս Վեգան Աչից կա Նելսոն Հարությունյանը ուղարկեց Վեգան գնդակը նրան, իսկ Հարությունյանի հարվածը չստացվեց, այսպես անվանենք, այո, բարձր ու շեղությամբ ընթացավ Նելսոն Հարությունյանի կատարած այս հարվածը եւ հարված ենք տեսնելու Արտակ Համբարձումյանի պաշտպանած դարպասից Դեպի Գյուրեգյանն է ուղարկում Համբարձումյանը գնդակը, իսկ այստեղ Օրատ Սալավուն էր, ով լավ գործեց Հիմա նորից լավ է գործում Ֆլամենգոյի ֆուտբոլիստը Նելսոն Հարությունյան փոխանցում Օհանյան ու չի այտվում գնդակը դարպասում Արտակ Համբարձումյանը այս անգամ արդեն հեռացնում է գնդակը դաշտի սահմաններից դուրս ճիշտ է Օհանյանը նորից վերջին պահին հարվածեց, բայց այստեղ արդեն Համբարձումյանը փրկեց Մայնցին Եգոր գնդակը բաց թողնելուց անկյունային իրականացված է, իսկ այս հարվածն էլ արդեն բարձր է ստացվում Օրատիլեի կատարած ու հարված ենք տեսնելու նորից Մայնցի դարպասից Արտակ Համբարձումյան իհարկե չի շտապում, Արտակ Համբարձումյանը տարբերակներ է փնտրում ուղարկեց առաջ եւ հասավ գնդակը Արսեն Հովանեսյանին, Հովանեսյան լավն էր փոխանցումը նշան Մարկոսյանի ուղղությամբ, Մարկոսյան ու գոլ 5-1 է Մարկոսյանը դարձնում հանդիպանաշիվը 5-1 Մարկոսյանը դարձրեց այս հանդիպանաշիվը, այո, շատ լավ գրոհը եզրափակեց Մարկոսյանը ու արդեն շատ ծանր իրավիճակում է գցում Ֆլամենգոին այս գոլով նշան Մարկոսյանը առանց այն էլ Ֆլամենգոն
Ֆլամենգոյի մոտ չէր ստացվում, բայց հիմա արդեն 4 գնդակի տարբերությամբ զիջում են ու ավելի է բարդացել, այսպես ասենք, Ֆլամենգոյի լուծելի խնդիրը այս խաղի համար, իսկ Նշան Մարկոսյանը այս խաղում դարձավ դուբլի հեղինակ, առայժմ դուբլի, հիմա կրկին Մարկոսյանն է գնդակով։ Հարությունյան եզրային նետումն իրականացված է, Սարգսյան, նորից Հարությունյան։ Բայց Գեգամ Սարգսյանը շատ լավ այստեղ միջամտեց պայքարին ու խլում իրականացեց, հետո կորցրեց Մայցը գնդակը Պերեդե ու շեղությամբ է ստացվում Պերեդեի հարվածը։ Հովանեսյան և Հարությունյանից դուրս եկավ այո գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Հովանեսյան եզրային իրականացված է։ Ու նորից այո եզիսկ նետի Հովանեսյանը։ Պերիխանյան շարժվում է առաջ Պերիխանյանը, կա ձախից Հովանեսյանի տարբերակը գլորեց գնդակ Արսեն Հովանեսյանին, Հովանեսյան պայքար է ընթանում գնդակի համար, բայց երկու ֆուտբոլիստ դիմակայեցին Հովանեսյանին ու խլում իրականացեցին, իսկ այստեղ հասցրեց Սարգսյանը փոխանցել Վեգային, Պերեդեն առաջանում է, Վեգա Պերեդե գրավել է պետդարպասը, Ֆլամենգոն ևս մեկը կարողացավ հեղինակել, 5-2 դարձավ հանդիպանաշիվը։ Այո, նորից 3 գնդակ պետք է փորձի ետ բերել Ֆլամենգոն, այդպիսին է Ֆլամենգոյի խնդիրը։ Հակագրողը կարողացան շատ լավ իրականացնել այս դրվագում Ֆլամենգոյի ֆուտբոլիստները, իսկ հիմա շատ լավ է Մայնցը խաղարկել գնդակ Արսեն Հովանեսյան հարված կկատարի, անցավ մեկ մրցակցի, հարվածեց ու Մեսրոպ Բլնդոյանն էլ հիմա է փրկում, բայց չի ավարտվել Մայնցի գրող Կարապետ Կիրակոսյան ու հիմա արդեն չստացվեց փոխանցում իրականացնել Պերեդե դեպի Վեգան է գլորում գնդակը Պերեդեն, Վեգան արագանում է կրկին, աչից կա տարբերակ, Վեգան չփոխանցեց ու այստեղ էլ արդեն կորցրեց գնդակը և այո Նշան Մարկոսյանը շատ լավ փոխանցում է կատարում դեպի առաջ ու Օհանյանից է գնդակը այո դուրս գալի դաշտի սահմաններից Մայնցը անկյունային է վաստակում։ Արսեն Հովանեսյանը կիրականացնի այս անկյունային է։ Ցածից փոխանցում Դավիթ Սարգսյանը ճիշտ դիրքում էր ու հիմա ինչ է հեռացված է գնդակը եւ նորից կարող է Ֆլամենգոն հակագրոհել Պերեդեն զարգացնում է արագություն Պերեդեն զարգացրեց բայց հասցրեց Պերիխանյան թիկունքից լավ աշխատել ու թույլ չտալ գրոհը ավելի վտանգավոր դառնա։ Իսկ այո այստեղ եզրային նետում կիրականացնի Ֆլամենգոն գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից Վեգա Իպավ Պերիխանյան ձեռքին գնդակը Արագ խաղարկում ու դարպասի գրավում ունենք 5-3 Սմուտ Պերեդեն դուբլ է գրացում իր անվան դիմաց Դուբլ նաև Պերեդեից 5-3 Հովանեսյանի մի անգամից փորձը այո նկատել էր որ Մեսրոպ Բլնդոյանը դարպասում չի ու փորձեց հեռար հարվածով աչքի ինքնել բայց բարձր ստացվեց նրա կատարած հարվածը 5-3 հիմա արդեն Ֆլամենգոն պետք է երկուսը խփի առնվազն չպարտվելու համար այո Ֆլամենգոն 5-1-ից վերադարձավ երկու գնդակ խփեց Եղոյան հարվածու այստեղ ուղիղ Համբարձումյանի վրա ընթացավ գնդակը շատ գոլարատ գերգոլարատ հանդիպում են դիտում այո հետաքրքիր հանդիպում իսկապես ագենալի հանդիպում Պերիխանյան հրաշալի գործեց Պերիխանյանը պետք է հարվածել
շատ տարվեց անհատական խաղով, բայց փոխանցումը լավն էր, իսկ այստեղ արդեն հաջող են գործում Ֆլամենգոյի ֆուտբոլիստները Բլնդոյանը նետեց դեպի Սմութ Պերեդեն, մեկ մրցակցի կարողացավ շրջանցել, փոխանցում, բայց այստեղ Նարեկ Սարգսյանն է ճիշտ դիրքավորված ու խլում իրականացեցին Մայնցի ֆուտբոլիստները, Կիրակոսյան չհասավ գնդակը Մարկոսյանին, Վեգա, Դավիթ Սարգսյան, նորից Վեգա թողեց Սարգսյանին գնդակը դեպի Աշնելսոն Հարությունյան Դավիթ Սարգսյան հարված ու Համբարձումյան բրավո վերջին պահին միայն Արտակ Համբարձումյանը գրայեց հարվածի ուղղությունը բացվեց տեսադաշտ այսպես ասենք Համբարձումյանի ու նկատելով գնդակը կարողացավ հեռացնել դաշտի սահմաններից դուրս իսկապես դիպուկ է հարվածել Դավիթ Սարգսյան ու Համբարձումյանը եթե ընդամենը մեկ վարկյան, մեկ աննշան վարկյան ուշ նկատեր, ապա այլևս չէր հասնի այս գնդակին անկյունայինը խաղարկում են Ֆլամենգոյի ֆուտբոլիստները Պերեդե դեպի Օհանյանը Օհանյան հարված Մարկոսյանն է կանգնում գնդակի ճանապարհին Արսեն Հովանիսյան լավն էր փոխանցում ու հիմա հակագրո Աղաքարյանն է գնդակով Հերվից հարված ու անկյունային այո վաստակում է Մայնց այս իրավիճակում Արսեն Հովանիսյան փոխանցումը կա բարձից, բայց հեռացնում է գնդակ Օհանյանը, իսկ սա հերվից փորձ էր հասավ գնդակը Մարկոսյանին ու հարվածեց ու Բլնդոյանը բրգեց, Աղաքարյան չի հեռացել գնդակը, իսկ հիմա արդեն շեղ ստացվեց Աղաքարյանի կատարած հարվածը Եղոյան գլորում է գնդակը Պերեդեի ուղղությամբ Երկար փոխանցում է Պերեդեից տեսանք դեպի Նելսոն Հարությունյանը Վեգա կրկին Պերեդե կա Դավիթ Սարգսյան ուղարկեց գնդակը Սարգսյանին բայց այստեղ Դավիթ Պերիխանյանը հաջող խլում իրականացեց ու խնդրեմ 3-3-ի դիմաց հակագրո նորից Մայնցից Պերիխանյան պայել է գնդակի մոտ Պերիխանյանը ու Դավիթ Սարգսյանն էլ այստեղ է խլում իրականացնում ու հիմա հակագրոհում է նորից Ֆլամենգոն Վեգա Բայց գնդակը Վեգան ունի տարածություն, Վեգան հարվածում է Վեգան ու այստեղ էլ փակվում է Վեգայի հարվածի ճանապարհը Մարկոսյան տեսեք վարկյաններ են անհրաժեշտ թիմերին մեկը մյուսի դարպասի ուղղությամբ հարված կատարելու համար Մարկոսյան դեպի Պերիխանյան ուղարկեց գնդակը անցավ մեկ մրցակցի Պերիխանյանը բայց հետո էլ միջև վերջ պայքարեց Օրատիլեն ու խլում իրականացեց ուղարկեց գնդակը Վեգային Վեգա կա Օրատիլեի տարբերակ ուղարկում է գնդակը Սմութ Պերեդեի ուղղությամբ Պերեդե Նորից Վեգա հարված ու գոլ 5-4 հիմա արդեն մեկ գնդակ է մնում Ֆլամենգոին չպարտվելու համար Վեգան դարձավ գոլի հեղինակ 5-4 դարձրեց հանդիպադաշիվ ու այս ոգևորության ալիքի ներքո հիմա Ֆլամենգոն այս վերջին 5 րոպեներում պետք է նետվի առաջ սա խաղի կանոնների խախտում էր ու անկասկած դեղին քարտ կստանա Օհանյանը խաղի կանոնների խախտելու համար թիկունքի ծրեց նշան Մարկոսյանին այո կարծում եմ ընդամենը 1-2 րոպեից այլևս կորցնելու ոչինչ չունենալով Ֆլամենգոն կնետվի առաջ այս խաղում պարտությունից խուսափելու համար հիմա ստանդարտը հետևենք Մայնցի Արսեն Հովանիսյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուլիչը Հովանիսյան հերվից հարված ու Եղոյանն է կանգնում գնդակի ճանապարհին ուժեղ հեռացում գնդակի կատարեց Եղոյանը բայց իհարկե սա պարզապես հեռացնելու փորձ է այո որպեսզի գրոջ սպառնան գնդակը չկորցնեն ու ավելի վատ իրավիճակում չհայտնվեն այսպես ասենք Ֆլամենգոյի ֆուտբոլիստները այս իրավիճակում երկար փոխանցում ենք տեսնում Եղոյանն առաջինն էր Մարկոսյանի մոտ մնաց գնդակ իսկ սուլեց հիմա մրցավարը խաղի կանոնների խախտում թե ձեռքով խաղ չհասկացա ճիշտ ասած մրցավարը ինչ որոշում կայացեց բայց ամեն դեպքում գնդակը Ֆլամենգոյինն է Պերեդե մնում է գնդակով Պերեդեն անցումը ստացվեց դեպի Վեգան գուցե եւս մեկ փորձ կատարի Վեգան հերվից Վեգա տեսնեք ինչ տարբերակներ է փնտրում դեպի Աճ Օհանյանի ուղղությամբ սա փորձեր Օհանյանից ու Գևորգյանը կանգնեց գնդակի ճանապարհին բայց անկյունային վաստակում է Ֆլամենգոն
Արագորեն խաղարկում Դավիթ Սարգսյան դեպի աջ Վեգան այստեղ է փոխանցումը կա հարված Հակոբյանից հարվածի փորձ չստացվեց մնում է գնդակը Ֆլամենգոյի մոտ եւ եզրային նետում այո կիրաստի Ֆլամենգոն Եղոյան բայց բարձր է ստացվում Եղոյանի փորձը 3 րոպեից ավելի քիչ է մնում հանդիպան ավարտին այդքան ունի տրամադրության տակ այս խաղում չպարտվելու համար Ֆլամենգոն այդքան ունի տրամադրության տակ Մայցը այս խաղում իր 1 գնդակի առավելությունը կամ գուցե ավելին պահելու համար ու 3 միավոր վաստակելու Խորքից փոխանցում ենք տեսնում դեպի Արսեն Հովանեսյանը այստեղ շատ ճիշտ դիտավորվեց Հովանեսյանը իսկ հիմա եթե հայտվեր գնդակը դարպասում սա արդեն իհարկե կկնքեր Մայնցի հաղթանակը այս գոլը ապացույց կլիներ դրան բայց Հովանեսյանի հարվածը բարձր ստացվեց Պերեդե մնում է գնդակը Պերեդեի մոտ Պերեդե կարող է եզրափակել Պերեդեն բայց այստեղ չստացավ հարվածի հնարավորություն Պերեդեն ինչ իրավիճակ է խլում է նորից գնդակը Ֆլամենգոն բայց արդեն խաղի կանոնների խախտում է տեղի ունեցել Ֆլամենգոյի ֆուտբոլիստների կողմից Աղաքարյան երկար փոխանցում Բլնդոյանը դուրս եկավ դարպասից բայց այո կարը հարցակում դարպասապայի վրա ու հիմա այլ նշան Մարկոսյանն է ստանում դեղին կարդ Վերջին հույսերն է Ֆլամենգոն ներդնում այս հանդիպան ընթացքում այո ունի խաղաժամանակ Ֆլամենգոն տեսնենք ստացվի արդյոք այս անհավանական հանդիպան ընթացքում, որը իհարկե մենք դիտեցինք այս 50 րոպեների ընթացքում չպարտվել Ֆլամենգոն, առայժմ Մայնցը հաղթում է հիշեցնեմ 5-4 հաշվով Բլնդոյան Երկար փոխանցում առաջ Դավիթ Սարգսյանին, բայց այստեղ կորցրել է Սարգսյանը, հետո նորից վերականգնեց նրա խաղընկերը Իսկ այստեղ էլ չանցավ արդեն Սալավոյի փոխանցումը, Սարգսյան ուղարկում է Նաշան Մարկոսյանին գնդակը, վտանգավոր գրոհ ենք տեսնում Մայնցից Մարկոսյան ու Բլնդոյանը պահում է գնդակը դաշտի սահմաններում նետում դեպի Արթուր Հակոբյանը ու վերջին հույսերն է ներդնում այս խաղում հիմա Ֆլամենգոն Եղոյանն է միացել նաև թիմի գրոհին, դեպի Պերեդեն ուղարկեց, բայց այստեղ լավ չհասկացան Պերեդեն ու Եղոյանը միմյանց, Մարկոսյան ու Բլնդոյանը արդեն այո կանգնել ոտքի է վերցրեց գնդակը Արթուր Հակոբյան, տեսեք ողջ կազմով Ֆլամենգոն հիմա նետվել է առաջ Հակոբյան տեսնենք ինչ կմտածի դեպի կենտրոն ուղարկեց այստեղ Սալավուն է Պերեդեն մնում է գնդակով Դավիթ Սարգսյան դեպի աջ Փորձից փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ Վայ Սարգսյանին բաժինացավ գնդակը, բայց Սարգսյանի հարվածը շեղությամբ է ստացվում Աղաքարյան ևս մեկ երկար փոխանցում առաջ ու գոլ 6-4 ինչ գնդակ է խփում հիմա Մայնցի ֆուտբոլիստը, բայց հիմա ինչ որոշում է կայացնում մրցավարը Այո դարպասի գրավումն արձանագրված է 6-4 այս գոլով այո Մայնցը հաղթանակի է հասնում այս խաղում Իսկապես ֆենոմենալ գնդակ խփեց Պաշա Աղաքարյանը այս խաղում 6-4 դարձրեց հանդիպան աշիվ, այո Ֆլամենգոն գնաց չպարտվելու, բայց փոխարենը մեկը բաց թողեց Նելսոն Հարությունյան ով է հարվածելու, ոչ ոք չի հարվածում, հիմա Հարությունյանն է հարվածում, բայց արդեն փակվում է Հարությունյանի հարվածի ճանապարհը ու վերջ այս գերհետաքրքիր, գերդրամատիկ հանդիպումն ավարտված է, այո 10 դարպասի գրավում ունեցանք ու փաստացի 6-4 հաշվով հաղթեց Մայնցը իր հերթական 3 միավոր վաստակելով, իսկ Ֆլամենգոն այս խաղարկությունում կրեց իր առաջին պարտությունը այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը մեզ մոտ կարճ դադար է, որից հետո խաղային օրը կշարունակենք